Սիրելի հայրենակիցներ, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած գագաթաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը մեր հասարակության վրա վաճառում էին երկու պատրանք։ Մեկը, որ արդեն հաստատվել է խաղաղություն, հիշում եք երևի, մինչև հիմա էլ շարունակում են, որ արդեն գործ ունենք հաստատված խաղաղության հետ, այս մարկանց չի զսպում անգամ այն հանգամանքը, որ օրը մեջ Բաքվից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, որոնք ամենևին էլ խաղաղության մասին չեն խոսում։ Եվ երկրորդ խոսույթը, որ տարածում էին Նիկոլ Փաշինյանը եւ թիմը, դա այն էր, որ շատ շուտով անգամ հիշում եմ միջև խորհրդարանական ընտրություններ էին նշում, իբրև թե Թուրքիան Հայաստանի ուղղությամբ կոնկրետ քայլեր է անելու։ Այսինքն նրանք փորձում էին ներկայացնել, որ Վաշինգտոնում այնպիսի դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել, որ ամբողջ ռեգիոնում խաղաղություն է հաստատվելու, նույնիսկ ծիծաղելի էր տեսնել, թե ինչպես է Թբիլիսիան վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերներին եւ մյուսներին հեքիաթներ պատմում հաստատված խաղաղության մասին։ Մի խոսքով այնպիսի տպավորություն էր, որ Վաշինգտոնում մի հրաշք է տեղի ունեցել Հայաստանի դիվանագիտությունը աննախադեպ բարձունքների հասել եւ այլն եւ այլն։ Այն, որ Բաքվից վերջին շաբաթներին ռազմատենչ հայտարարություններ են հնչում, ագրեսիվ եւ ըստ էության մենք տեսնում ենք, որ առնվազն դեմոգրաֆիկ էքսպանսիայի վտանգի առաջ է Հայաստանը կանգնած, ավելին Բաքվի պաշտոնական հերոստա ալիքները սկսել են Երևանը օգտագործել Իրևան ձևով եւ այլն, դա արդեն մեր ականջները մի խոսքով վարժվել են Բաքվից հնչող հայտարարություններին։ Այսօր Անադոլու թուրքական գործակալությունը տարածել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հարցազրույցը եւ այս հարցազրույցը Ֆիդանի թարս կապույտն է Հայաստանի իշխանություններին կամ հարցազրույց է, որը քարը քարի վրա չի թողում այն պատրանքային քարոզչությունը, որը երկրի ներսում այս հույսի վաճառականները իրականացնում են։ Ֆիդանը ուղղակիորեն կապակցվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանականի հետ։ Ավելին, նա ասել է, որ Թուրքիան քայլեր կանի Հայաստանի ուղղությամբ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջնականորեն խաղաղության պայմանագիր ստորագրեն, որովհետև ըստ թուրք նախարարի, եթե հիմա Անկարան Հայաստանի հետ գնա հարաբերությունների կարգավորման, Հայաստանը այլևս կկորցնի Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մոտիվացիա։ Որ Անկարայում մշտապես հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, դա նորություն չի։ Հենց այդ պատճառով մասնավորապես տապալվեց օրինակ ֆուտբոլային դիվանագիտությունը, Հայաստանի իշխանությունը միշտ էլ պիտի հասկանար, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդրում լուծումներ գտնված չեն, փոխզիջումային լուծումներ, հնարավոր չէ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ, բացել սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ այլն եւ այլն։ Բայց 2009-ին, 10-ին, 11-ին, 12-ին մի խոսքով նախահեղափոխական փուլում Հայաստանի դիվանագիտական դիրքերը ամուր էին եւ թուրքական նման քաղաքականությունը հակադրության էր արժանանում Երևանում, մի խոսքով Երևանում հրաժարվում էին գնալ միակողմանի զիջումների։ Ես հիմա գնահատական չեմ տալիս Հայաստանի իշխանությունները այն ժամանակվա ճիշտ էին անում, թե սխալ էին անում, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը չէին գնում, բայց փաստ էր, որ Թուրքիայի թելադրանքով միակողմանի զիջումների չէին գնում։ Բայց Ֆիդանի այսօրվա հայտարարություններում ուշագրավ նոր ակցենտներ կան։ Ոչ միայն Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, այլ կոնկրետ նախապայմաններ է նշել, որոնց բավարարման դեպքում է հնարավոր Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների, հետո նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորում։ Նա ասել է, որ չնայած
Վաշինգտոնի հռչակագրերում այդ մասին չկա, բայց Հայաստանը պետք է Զանգեզուրի Միջանցքի հարցը լուծի եւ Սահմանադրության փոփոխությունների հարցը պիտի լուծի, որպիսի կարողանա հարաբերություններ ակնկալել նախ Ադրբեջանի, ապա նաև Թուրքիայի հետ։ Եվ այսպիսով պաշտոնապես արձանագրենք, որ Ադրբեջանի առնվազն երկու պահանջ արդեն դարձել են նաև Անկարայի պաշտոնական երկու պահանջ։ Հայաստանի իշխանությունները լեգենդներ են հյուսում այն մասին, որ Վաշինգտոնում այնպիսի հաջողության են հասել, որ միջանցքային տրամաբանություն այլևս գոյություն չունի, բայց թե Թուրքիայի, թե Ադրբեջանի պաշտոնյաները բացահայտորեն խոսում են միջանցքային տրամաբանության մասին։ Եվ դա ըստ էության պարզեր հենց ի սկզբանե, բացի Հայաստանից բոլոր այդ տրամաբանության մասն էին խոսում, եթե հիշում եք, հենց Վաշինգտոնյան հռչակագրերի ու փաստաթղթերի ստորագրման պահին Թրամփը շատ հստակ ասում էր, որ Միջանցքը 99 տարով դա տրվելու է Միացյալ Նահանգների վարձակալությանը եւ այլն եւ այլն։ Ուրեմն Թուրքիան Ադրբեջանի հետ միասին հետամուտ է լինելու Զանգեզուրի Միջանցքի բացմանը, նախ այդ խնդրի լուծմանը, հետո նոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայաստանի իշխանությունները պնդում էին եւ պնդում են, թե իբրև Սահմանադրության փոփոխության հարցը մեր ներքին օրակարգն է։ Իբր իրեն 2018 թվականից այդ հարցը հետապնդել են եւ դա որևէ աղերս չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ֆիդանի հարցազրույցից եւս մեկ անգամ լրացուցիչ անգամ միանգամայն այլ ճշմարտություն է Երևան գալիս։ Ասում են փոխեք Սահմանադրությունը, ավելի ստույգ դրա նախաբանից անեք հղումը անկախության հռչակագրին։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս ուզում է ապացուցել, որ Սահմանադրությունը կամ դրա փոփոխությունը մեր ներքաղաքական հարցն է, նա երկու բան ընդամենը պետք է անի։ Կամ հայտարարի, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կամ նոր Սահմանադրության թունման գործընթացը չի կասեցնում, բայց Սահմանադրական փոփոխությունները չեն շոշափելու Սահմանադրության նախաբանի հարց, այսինքն դրանից չի հանվելու հղում անկախության հռչակագրին, այդ ժամանակ բոլորս կհամոզվենք, որ Սահմանադրական փոփոխությունները մեր ներքին հարցն են, կամ Նիկոլ Փաշինյանը պիտի հայտարարի, որ Սահմանադրական ռեֆորմը հետաձգում է եւ իրականություն կդարձնի միայն հայ-ադրբեջանական, հետո նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո։ Իհարկե այս երկու հայտարարություններն էլ Նիկոլ Փաշինյանը չի անելու, որտեղ Նիկոլ Փաշինյանը որտեղ գրել է խաղաղության մի մոդել, որը ենթադրում է միակողմանի զիջումներ, հիմա Թուրքիան նման ագրեսիվ պահանջներ է դնում, ձայնակցելով Ադրբեջանին, որովհետև հասկանում է, որ հետհեղափոխական կամ հետպատերազմյան Հայաստանում կա մի իշխանություն Երևանում, որը պատրաստ է առանց բայցերի խաղաղության, այսինքն պատրաստ է ամենից զիջել, դիմացը ոչինչ չպահանջելով, միայն թե խաղաղության պատրանք ստեղծի, որը նրան թույլ կտա հույսի վաճառականի պես այդ կեղծ նարատիվը վաճառել հայ ժողովրդի վրա սեփական իշխանությունը պահպանելու նպատակներով։ Հետևաբար կասկած չունենանք, որ առնվազն այս երկու պարտավորությունները Նիկոլ Փաշինյանը ստանձնել է, այլ խնդիր է, որ Անկարայում եւ Բաքվում իրենց հաճելի իշխանության դիրքերը չսասանելու նպատակով գուցե սպասեն միջև խորհրդարանական ընտրությունների անցկացում, այսինքն բոնուս տան Փաշինյանին, հետո այս զիջումները նրանից կորզելու կամ ստանալու նպատակով։ Իդեպ, որ Հայաստանի իշխանությունը ամբողջովին կորցրել է ինքնաբավությունը եւ ապարում է Բաքվի եւ Անկարայի դուդուկի տակ, կարող եք վերցնել Հայաստանի իշխանության ցանկացած ներկայացուցիչի հարցազրույց եւ դրանում համոզվել։ Օրինակ վերջին լուրջ կաստին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը այնպիսի ֆանտաստիկ հետևողականությամբ է ադրբեջանական թեզեր գեներացնում, որ մնում ես ապշած։
Օրինակ նա ասում է, որ ոչ միայն Ադրբեջանը ունի զավթած տարածքներ Հայաստանից, այլ նաև Հայաստանը։ Եվ խոսում է, որ մենք 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական հողեր ենք մեր վերահսկողության տակ պահում, այսպիսով համահարթեցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատվությունը, այսինքն ջուր լցնելով ադրբեջանական քարոզչության ջրաղացին առայն, որ Ադրբեջանը որևէ ագրեսիվ ոտնձգություն Հայաստանի Հանրապետության դեմ հետպատերազմական փուլում չի արել։ Սիրելի հայրենակիցներ, ես ռեալիստ եմ եւ հասկանում եմ, որ պարտված երկիրը գին է վճարում։ Մենք այդ գինը արդեն վճարել ենք, ընդ որում վճարել ենք շատ թանկ գին, կորցրել ենք Արցախը։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դրվել է կասկածի տակ եւ ասում եմ չափից մեծ գին ենք վճարել 44 օրյա պատերազմում կրած պարտության համար։ Բայց ամենամեծ ողբերգությունը այն է, որ Հայաստանը հայտնվել է շարունակական միակողմանի չավարտվող զիջումների հորձանուտում։ Երբ ես կարևորում եմ իշխանափոխությունը, նոր իշխանություններից ոչ թե հրաշք եմ ակնկալում, այլ հենց այնպիսի մի իրավիճակի ստեղծում եմ ակնկալում, որը թույլ կտա ընդհատել միակողմանի նվաստացուցիչ զիջումների այս շղթան։ Ես դրա համար եմ կարևորում իշխանափոխությունը, որովհետև եթե տեղի չունենա իշխանափոխություն, մեր հանրապետության իրավաքաղաքական հիմքերը, քաղաքակրթական հիմքերը ոչնչացվելու են։ Նոր իշխանությունը հրաշքներ չի գործելու, Արցախ չի վերադարձնելու, 44 օրյա պատերազմի հետևանքները շատ արագ չի սրբագրելու, բայց գոնե կասեցնելու է միակողմանի զիջումների շղթան։ Մենք լսում ենք վտանգավոր հայտարարություններ Բաքվից եւ Անկարայից եւ որպիսի միակողմանի նվաստացուցիչ զիջումները իրականություն չդառնան, ունենք բացառիկ շանս, դրանք 2026-ի ընտրություններն են, որոնց ընթացքում պետք է մերժենք այս իշխանությանը։